Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Իսլամական Հանրապետությունը վճռականորեն է տրամադրված պաշտպանվել իր բառերով սիոնիստական ռեժիմի ագրեսիայից։ Դիվանագետն ընդգծեց, որ իսրայելական ագրեսիան լրջագույն սպառնալիք է միջազգային խաղաղությանը։ Մենք վճռականորեն դրամադրված ենք պաշտպանվելու եւ կշարունակենք այս օրինական պաշտպանությունը մինչեւ ագրեսիայի վերացումը եւ ագրեսորի պատժվելը։ Դեսպան Սոբհանին կարևորեց Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները, ընդգծելով, որ Թեհրանը շարունակելու է սերտ համագործակցությունը Երևանի հետ, հիմնված փոխադարձ հարգանքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանության վրա։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի կառավարությանը այս ագրեսիան դատապարտելու վճռական դիրքորոշման համար եւ բարձր ենք գնահատում Հայաստանի ազնիվ ժողովրդի զորակցության եւ աջակցության համար։ Մենք զգում ենք հայ ժողովրդի հոգեվոր աջակցությունը։ Իրանի դեսպանը հատուկ անդրադարձ կատարեց Ադրբեջանի հավանական գործողություններին Սյունիքի ուղղությամբ, զգուշացնելով, որ Բաքուն կարող է փորձել օգտագործել տարածաշրջանային անկայունությունը, խաթարելու սահմանային հավասարակշռությունը։ Նա հայտարարեց, որ Իրանը վճռականորեն դեմ է այդ սցենարին եւ ցածարում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Մեհդի Սոբհանին նշեց, որ տեղեկություններ չունեն միջուկային օբյեկտների վրա հարձակումների հետևանքով ճառագայթման արտահոսքի մասին եւ վստահեցրեց, որ Հայաստանը անհանգստանալու պատճառ չունի։ Իրան-Իսրայել հակամարտությունը դեսպանի խոսքով չի սպառնում Հայաստանին եւ Թեհրանը չի ցանկանում, որ խնդիրները տարածվեն դեպի հարևան տարածաշրջան։ Մենք չենք ցանկանում պատերազմը սրվի, եթե այն մեզ չպարտադրվի։ Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջանում, եթե այն մեզ չպարտադրվի։ Նա նաև կարևորեց հայ ժողովրդի բարեկամական եւ ջեր վերաբերմունքը, նշելով, որ Իրանը բարձր է գնահատում դա։ Դեսպան Սոբհանին ամփոփեց կառուցողական ուղերձով ուղղված խաղաղությանը, կայունությանը եւ փոխադարձ վստահության խթանմանը։ Կեցցե Հայաստան, կեցցե Իրան։ Դավիթ Գենջոյան, Դավիթ Եղիազարյան, Reopen Media։